Օբյեկտիվիզմը մի փիլիսոփայական հոսանք է, որի հիմնադիրն են Հենտը։ Այն կենտրոնանում է մի քանի հիմնական գաղափարների վրա։ Եթե գլխի ես ընկնում, ահա համառոտ ու պարզ բացատրություն։ Իրականությունը օբյեկտիվ է։ Իրականությունը գոյություն ունի անկախ մեր գիտակցությունից։ Այսինքն իրերն ու փաստերը այնպիսին են, ինչպիսին կան, անկախ նրանից դու հավատում ես դրանց, թե ոչ։ Մարդու բանականությունը որպես ճանաչման միակ միջոց։ Մարդը կարող է ճանաչել աշխարհը միայն բանականության, տրամաբանության և դիտարկման միջոցով, այլ ոչ թե զգացմունքներով, հավատով կամ իբրև բնաստ։ Ինքնանպատակ անհատը։ Մարդու նպատակն է ապրել իր կյանքի համար, իբրև անհատ, ոչ թե ուրիշների համար։ Օբյեկտիվիզմում շեշտը դրվում է անհատի իրավունքների, ազատության և ինքնաբավության վրա։ Ալտրուիզմը, ինքնաբացարկը հանուն ուրիշների, համարվում է վնասակար։ Կապիտալիզմ իբրև իդեալական համակարգ։ Ամենալավ հասարակարգը ըստ օբյեկտիվիզմի ազատ շուկայի կապիտալիզմն է։ Այն ապահովում է անհատի ազատությունը, սեփականության, աշխատանքի, ստեղծագործության հարցերում։ Արվեստը իբրև մարդուն ոգեշնչող արժեքային համակարգի արտահայտություն։ Արվեստը պետք է արտահայտի կյանքի և մարդու իդեալները, ցույց տա մարդու իբրև հերոսի կերպարը։ Եթե ուզում ես ավելի խորացրած բացատրություն, օրինակ ինչպես է օբյեկտիվիզմը վերաբերվում բարոյագիտությանը, քաղաքականությանը կամ կրոնին, ասա ու ես կշարունակեմ։ Շատ լավ, շարունակեմ արդեն ավելի խորքային կերպով ներկայացնելով օբյեկտիվիզմի դիրքորոշումը բարոյագիտության, քաղաքականության և կրոնի վերաբերյալ։ Օբյեկտիվիզմի բարոյագիտության հիմքում այն գաղափարն է, որ մարդու կյանքի պահպանումը ըստ իր բանականության ամենաբարձր արժեքն է։ Այն Հենտը նշում է, որ բարոյականությունը պետք է հիմնել մարդու բնույթի վրա որպես բանական էակ։ Այդպիսով, անհատը ինքը իր համար ամենաբարձր նպատակն է։ Նա չպետք է զոհաբերի իրեն ուրիշների համար, բնև չպետք է պահանջի, որ ուրիշները զոհվեն իր համար։ Ճշմարիտ բարոյականությունն այն է, որ դու ապրես հիմք ընդունելով բանական Նույն բանը ինչ ես ասում, փոքր վախտ։ Բարոյականությունը պետք է հիմնել մարդու բնույթի վրա որպես բանական էակ։ Այդպիսով, անհատը ինքը իր համար ամենաբարձր նպատակն է։ Նա չպետք է զոհաբերի իրեն ուրիշների համար, բնև չպետք է պահանջի, որ ուրիշները զոհվեն իր համար։ Ճշմարիտ բարոյականությունն այն է, որ դու ապրես հիմք ընդունելով բանականություն, արտադրողականություն, անկախություն, ազնվություն, նպատակասլացություն և արժանապատվություն։ Եթե մեկը հրաժարվում է իր ցանկություններից, միայն որպեսզի մյուսները երջանիկ լինեն, դա օբյեկտիվիզմում համարվում է սխալ։ Իսկ եթե նա իր աշխատանքով հասնում է բարձունքների, երջանիկ է, հպարտ է իր արդյունքով, դա է բարոյական կյանք։ Օբյեկտիվիզմը պաշտպանում է լիբերտարյան մոտեցում, բայց տեսականորեն ավելի խոր է։ Միակ բարոյական քաղաքական համակարգը ըստ Հենտի laissez-faire կապիտալիզմն է։ Այսինքն, կառավարությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքները, կյանքի, ազատության, սեփականության և պայմանագրի իրավունքները, բայց չմիջամտի տնտեսությանը, եկամուտների վերաբաշխմանը կամ բարեգործական գործառույթներին։ Էլի, նույն բանը, ինչը որ ես փոքր ժամանակ ասում էի։ Պետության դերը սահմանափակ ուժային մեքենա է, իրավունքի, ոստիկանության և բանակի միջոցով պաշտպանելու ազատ մարդկանց։ Նույն բանը։ Օբյեկտիվիզմը արմատապես աթեիստական փիլիսոփայություն է։ Այն Հենտը մերժում էր Աստծո, հոգու կամ երկնային աշխարհի գոյությունը։ Նրա կարծիքով, հավատքը իբրև ճանաչման աղբյուր վտանգավոր է։ Քանի որ հավատը չի պահանջում ապացույց, այն կարող է արդարացնել ցանկացած անտրամաբանական կամ վնասակար գաղափար։ Խնդրեմ, դա էլ ա եղել։ Կրոնական բարոյականությունը, հատկապես ալտրուիզմը, սեփական անձի զոհաբերումը հանուն ուրիշների,
Վնասակար է մարդու հոգևոր ազատության եւ արժանապատվության համար։ Այտենց բաներ էլ եմ մտածել։ Միակ ճշմարիտ արժեքները պետք է ձևավորվեն մարդկային բանականությամբ, այս կյանքում, ոչ թե մեկ այլ աշխարհում։ Սա էլ է եղել։ Եթե ուզես, կարող եմ նաև ներկայացնել քննադատությունը օբյեկտիվիզմի հանդեպ կամ համեմատել այն այլ փիլիսոփայությունների հետ, օրինակ էկզիստենցիալիզմ, ստոիցիզմ կամ պլատոնիզմ։ Ոչ, օբյեկտիվիզմը այդ տեսակետին չի համաձայնվում, even եթե մարդն ինքն ասում է, թե գտել է ապացույցներ կամ զգացել է ասմիջամտությունը։ Ահա թե ինչու։ Օբյեկտիվիստական դիրքորոշումը։ Օբյեկտիվիզմը հիմնված է այն գաղափարի վրա, որ ճշմարտություն իմանալու միակ վստահելի ուղին բանականությունն է, հիմնված փաստերի վրա, որ Սա էլ է եղել։ Հիմա էլ կա։ Սանելի են զգայարաններով եւ դրամաբանությամբ։ Իսկ Աստծո գոյության ապացույցները ըստ օբյեկտիվիստների չեն անցնում այս չափանիշը։ Սա էլ է եղել։ Այն գնդը հետևյալն էր ասում. Աստվածային աշխարհը, հոգին, կախարդական զգացողությունները, ներքին բացահայտումները, սրանք ընդհանրյալ են ոչ ապացուցելի, եւ դրանց ընդունումը հենվում է ոչ թե բանականության, այլ զգացմունքի վրա։ Իսկ զգացմունքը ճանաչման աղբյուր չէ։ Սա էլ է եղել։ Ինչ կասի օբյեկտիվիստը մարդու մասին, ով ասում է. Ես զգացել եմ Աստծուն։ Օբյեկտիվիստը կպատասխանի. Դա սուբյեկտիվ փորձառություն է։ Զգացմունքներն ու ներքին ապրումները չեն կարող համարվել ապացույց։ Եթե մարդը կարծում է, որ զգացել է մի բան, պետք է ներկայացնի փաստացի, փորձնական հիմքեր, որոնք կարող են ստուգվել մյուսների կողմից։ Քանի դեռ Աստծո գոյությունը հնարավոր չէ ապացուցել բանական փաստական ճանապարհով, ինչպես փաստում ենք բնության որևէ օրենք կամ պատմական իրադարձություն, այն մնում է հիպոթետիկ գաղափար եւ դրա հիման վրա չի կարելի կառուցել աշխարհայացք։ Սա եղել է։ Հիմա էլ կա։ Բայց եթե մարդն իսկապես տեսել է Աստծուն, խոսել է, լսել ձայնը, օբյեկտիվիզմը կասի, քանի դեռ այդ տեսլականը հնարավոր չէ ստուգել գիտական, տրամաբանական ճանապարհով, դա կարող է լինել ինքնախաբեություն, խաբկանք, հալյուցինացիա, հոգեբանական ազդեցություն կամ պարզապես սխալ ընկալում։ Ու եթե նույնիսկ այն մարդուն համոզիչ է թվացել, դա չի դառնում օբյեկտիվ ճշմարտություն եւ չի կարող ծառայել որպես գիտելիք։ Եզրակացություն։ Օբյեկտիվիզմում թույլատրելի չէ հավատալ Աստծուն նույնիսկ այն դեպքում, երբ մարդը համոզված է, որ զգացել կամ ապացույցներ է գտել։ Որպեսզի մի բան ընդունվի որպես իրականություն, այն պետք է անցնի օբյեկտիվ, տրամաբանական ստուգման չափանիշը։ Եթե դու ուզում ես, կարող եմ համեմատել այս դիրքորոշումը այլ փիլիսոփայական ուղղությունների հետ, օրինակ դեիզմի, պլատոնիզմի կամ ստոիցիզմի։ Ոչ, օբյեկտիվիզմը շատ լավ, շնորհակալ եմ ճշգրտման համար։ Եթե դու նկատի ունես փաստեր, այսինքն իրողություններ, որոնց միջոցով մարդը ենթադրում է, որ Աստված կամ աստվածային ուժեր օբյեկտիվորեն միջամտել են իր կյանքին, ապա դա արդեն ավելի լուրջ հարց է։ Դիտենք, ինչպես է օբյեկտիվիզմը վերաբերվում այդպիսի դեպքերին։ Օբյեկտիվիզմը եւ փաստացի աստվածային միջամտությունները։ Օբյեկտիվիզմը սկզբունքորեն մերժում է ցանկացած ծագում ունեցող գերբնական բացատրություն, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են իբրև փաստական իրադարձություններ։ Ահա պատճառները։ Իգեն, բոլոր փաստերը պետք է ունենան բնական բացատրություն։ Օբյեկտիվիստը ասում է. եթե որևէ իրադարձություն տեղի ունեցել, օրինակ, մեկը հրաշալիորեն ապաքինվել է,
Դժբախտ պատահարը հրաշքով չի կատարվել, ինչ որ անբացատրելի ձայն կամ նշան է հայտնվել։ Միշտ պետք է նախ փնտրել բնական պատճառաբանություն։ Եթե այն չի գտնվում, դա դեռ չի նշանակում, որ պատճառը գերբնական է։ Դա կարող է նշանակել մենք դեռ չենք հասկացել պատճառը, գիտելիքն անբավարար է, կամ թյուրըմբռնում կա։ Օբյեկտիվիզմը նման դեպքերը չի համարում փաստ Աստծո գոյության օգտին։ Այն մնում է բաց չբացահայտված երևույթ, բայց ոչ աստվածային միջամտություն։ Բոլոր իրադարձությունները պետք է համապատասխանեն բնական օրենքներին։ Աստծո գոյությունը կպահանջեր, որ կա գերբնական գոյություն, որն ուժ ունի փոխել բնական օրենքները։ Իսկ ըստ օբյեկտիվիզմի բնության օրենքները բացարձակ են, եւ ոչ մի երևույթ չի կարող դրանք խախտել։ Եթե ինչ-որ բան խախտում է դրանք, պետք է վերանայել մեր ըմբռնումը այդ օրենքների մասին, այլ ոչ թե ենթադրել Աստված։ Բոլոր ապացույցները Ես եմ այդպես կարծել։ պետք է հնարավոր լինի ստուգել այլ մարդկանց կողմի օբյեկտիվիզմում ճշմարտությունը ոչ թե անձնական, այլ հասարակական ստուգելի բան է։ Եթե մի փաստն իրական է, այն պետք է նույնքան իրական լինի նաև ուրիշների համար, անկախ կրոնի, մշակույթի, զգացմունքների։ Այսինքն ես տեսել եմ Աստծուն կամ ինձ հետ կատարվեց հրաշք, օբյեկտիվիզմում չի բավարարում որպես համընդհանուր ընդունելի ապացույց։ Ուրեմն, եթե մարդն իսկապես տեսնում է ակնհայտ, խիստ փաստական միջամտություն Աստծո կողմից։ Օբյեկտիվիստը կասի, դու գուցե տեսես ինչ-որ բան, բայց եթե դա խախտում է բնության օրենքները եւ չկա ոչ մի ստուգելի մեխանիզմ կամ կերպ այն հիմնավորելու ուրիշների համար, ուրեմն այն կամ սխալ է ըմբռնված կամ ունի դեռ չբացահայտված բնական պատճառ։ Նույն բանը։ Եզրակացություն ըստ օբյեկտիվիզմի։ Մարդն իրավունք ունի կասկածել, իրավունք ունի հետազոտել, բայց չի կարող հիմնել համոզմունք Աստծո գոյության մասին նույնիսկ փաստերի հիման վրա, եթե այդ փաստերը չեն համապատասխանել տրամաբանությանը, բնության օրենքներին, ստուգելիությանը։ Եթե ուզում ես, կարող եմ մատուցել այլ փիլիսոփայական ուղղությունների տեսակետը նույն հարցի շուրջ, օրինակ դեիզմը, պլատոնիզմը կամ քվանտ մետաֆիզիկական մոտեցումները, որոնք ընդունում են Աստծո գոյությունը որոշակի գիտական կամ բանական համատեքստում։ Կցանկանաս։ Հրաշալի հարց։ Օբյեկտիվիզմը մասամբ համակրում է լիբերալիզմին, բայց նաև խիստ քննադատում է նրա որոշ բազային սկզբունքներ, հատկապես ժամանակակից սոցիալ-լիբերալիզմը։ Ահա մանրամասն պատասխանը, ընդհանուր հենք։ Ինչն է օբյեկտիվիզմի եւ լիբերալիզմի ընդհանրությունը։ Օբյեկտիվիզմը այն քնդի ուսմունքը աջակցում է անհատի ազատությանը, սահմանադրական սահմանափակված կառավարությանը եւ սեփականության իրավունքին։ Այս առումով այն մոտ է դասական լիբերալիզմին, ընդհանուր կետեր։ Անհատի ազատություն մտածելու, ստեղծագործելու, ապրելու իր ընտրությամբ։ Կառավարության չմիջամտելը տնտեսական կյանքին, ազատ շուկա եւ կապիտալիզմ, քաղաքացիական ազատություններ խոսքի, դավանանքի, ժողովի։ Այս առումով օբյեկտիվիզմը շատ մոտ է ազատական լիբերտար ֆիլոսոֆիային, սակայն ունի որոշ խիստ տարանջատումներ։ Բայց ինչ է օբյեկտիվիզմը մերժում լիբերալիզմում։ Այն հենտը խստորեն քննադատում էր ժամանակակից սոցիալ-լիբերալիզմը, որը աջակցում է վերաբաշխող հարկումին, վերցնել հարուստից տալ աղքատին, սոցիալական ծրագրերին, անվճար առողջապահություն, կրթություն, ալտրուիզմի վրա հիմնված բարոյականությանը, օրինակ գաղափարը, թե մարդը պարտավոր է օգնել մյուսներին։ Օբյեկտիվիզմի հիմքը այս է, քո կյանքը քոնն է, դու ապրում ես քո համար, ոչ թե ուրիշների համար, եւ ոչ ոք չունի իրավունք տնօրինել քո աշխատանքը, ժամանակը կամ գումարը ուրիշների անհրաժեշտության հիման վրա։ Այստեղ օբյեկտիվիզմը բախվում է դասական եւ ժամանակակից լիբերալիզմի հետ, որը հաճախ պաշտպանում է
Ես լիբերալիստ եմ, բայց ես լիքը տեղեր համաձայն եմ օբյեկտիվիզմի հետ։ Ես գտնում եմ, որ ես դասական լիբերալ եմ։ Տենց է ստացվում։ Հնարավոր է ժամանակակիցներ, բայց ասենք տեղեր կլինեն, որ ես համաձայն չեմ ու ես հիմա չեմ կարող ասեմ տեղեր, որովհետև չեմ կարող էլի ասենք հիմա ներկայացնեմ ու նույնիսկ իմ մտքում գլխում ասենք որոշեմ որտեղ ես համաձայն չեմ, բայց ես համաձայն չեմ ինչ-որ պարտավորեցնող ինչ-որ ալտրուիզմի հետ, ինչ-որ պարտավորեցնող ինչ-որ sense տիպող հարկադրող ու համաձայն չեմ որ պարտավորեցնեն ինչ-որ օրենք մտցնեն, որ հարուստներից վերցնեն ու տան աղքատներին, տենց բաներ։ Սոցիալական հավասարությունը ներին։ Օբյեկտիվիզմի հիմքը այս է, քո կյանքը քոնն է, դու ապրում ես քո համար, ոչ թե ուրիշների համար, եւ ոչ ոք չունի իրավունք տնօրինել քո աշխատանքը, Դա շատ ճիշտ է։ կամ գումարը ուրիշների անհրաժեշտության հիման վրա։ Այստեղ օբյեկտիվիզմը բախվում է դասական եւ ժամանակակից լիբերալիզմի հետ, որը հաճախ պաշտպանում է սոցիալական հավասարությունը օգնելու իդեալը։ Ես դա չեմ համարում ինչ-որ սոցիալական հավասարություն, ես դա համարում եմ բծախնդիր, sense տիպող արհեստականորեն բանանող, այսինքն մենք այնպես չենք անում, որ մարդիկ իրանք ձգտեն իրար հավասարվեն, այլ ուղղակի մեկը ամեն ինչ հասնում է, մյուսը չի հասնում, իսկ մենք նրանից, ով որ հասնում է ամեն ինչի, վերցնում ենք իր եղածի կեսը կամ մի մասը ու տալիս ենք նրան, ով որ չի հասնում։ Եթե նա չի հասնում, մեղավորը ինքն է, հասկանում եք։ Եվ պետության միջամտությունը։ Օբյեկտիվիզմը եւ լիբերալների քննադատությունը։ Օբյեկտիվիզմը համարում է, որ ժամանակակից լիբերալիզմը ձգտում է Ոչ ոք պարտավոր չի ոչ մեկին օգնելու, հիշեք դա։ թե մարդը պարտավոր է օգնել մյուսներին։ Օբյեկտիվիզմի հիմքը այս է, քո կյանքը քոնն է, դու ապրում ես քո համար, ոչ թե ուրիշների համար, եւ ոչ ոք չունի իրավունք տնօրինել քո աշխատանքը, ժամանակը կամ գումարը։ Լիբերալիզմը սխալ է արել, որ այդպիսի իդեալ է ստեղծել։ Ուրիշների անհրաժեշտության հիման վրա։ Այստեղ օբյեկտիվիզմը բախվում է դասական եւ ժամանակակից լիբերալիզմի հետ, որը հաճախ պաշտպանում է սոցիալական հավասարությունը օգնելու իդեալը եւ պետության միջամտությունը։ Օբյեկտիվիզմը եւ լիբերալների քննադատությունը։ Օբյեկտիվիզմը համարում է, որ ժամանակակից լիբերալիզմը ձգտում է կոլեկտիվիզմի Այո, միանշանակ այնտեղ զգացում են կոլեկտիվիզմի նշույլներ։
որտեղ անհատը զոհաբերվում է հասարակության բարիքի համար, Իսկ դա սխալ է։ հարում է անհատական պատասխանատվությունը, Այո, ճիշտ է, խաթարում է անհատական պատասխանատվությունը։ ստեղծում է թուլություն եւ կախվածություն պետությունից, Թուլություն, մանավանդ թուլություն ու կախվածություն, այո։ Մանավանդ էլ երկուսն են նույն ձևի։ բացառիկ հենվում է զգացմունքների վրա, փոխարենը բանականության լեզ։ Եթե դու չես հասել, եթե դու չես ձգտում, եթե դու լավ չես աշխատում, եթե դու լավ չես ձգտում, եթե դու չես ջանում ու դու չես հասնում ու դու ինչ որ զգացմունքներ ունես այնտեղ նեղվում ես, բան կներես, բայց մեղավորը դու ես։ Թող գտնվեն ինչ որ մեծահոգի, բարեսիրտ, ինչ որ բարեխիղճ, ինչ որ sense միլասերդնի մարդիկ կան, ափդ բացեն, փողը դնեն մեջը, ասեն վեկալ կեթաս քեզ ինչ որ պետք է կառնես, բայց դու պարտավոր չես ոչ մեկից ոչինչ պահանջելու ու ոչ ոք պարտավոր չի քեզ ինչ որ բան տա։ Եթե դու չունես, եթե դու տուժվում ես, դու ես քո գլխի տերը, դու ես քո կյանքի տերը, դու ես քո առողջության տերը, դու ես պատասխանատվություն կրում քո առողջության համար, քո գիտելիքների համար, քո հարստության, քո ամեն ինչի համար դու ես պատասխանատվություն կրում։ Եթե դու հիվանդացել ես, եթե դու ինչ որ երեխա չես, որին ինչ որ ծնողները ինչ որ ձևով չեն ազդել իր կյանքի վրա, որ ինքը հիվանդացել է ու դու հիվանդացել ես, մեղավորը դու ես։ Այն հենթը կոչ էր անում փոխարենը հենվել սեփական շահի վրա հիմնված բարոյականության rational egoism։ Եզրակացություն։ Այո, օբյեկտիվիզմը ընդունում է լիբերալ արժեքներ, ազատություն, սեփականություն, ազատ շուկա։ Ոչ, օբյեկտիվիզմը չի ընդունում սոցիալական հավասարության, օգնելու, վերաբաշխում իմ արև բարեգործական պետության գաղափարները։ Անկանում ես համեմատել օբյեկտիվիզմը կոնսերվատիզմի կամ մարքսիզմի հետ նույնպես։ Դա հետաքրքիր է։ Շատ լավ հարց ես տալիս։ Դիտենք մանրամասն, թե լիբերալիզմը ինչպես է վերաբերվում օբյեկտիվիզմի գաղափարներին եւ որտեղ են նրանք համաձայն կամ սուր հակասության մեջ։ Անհատի ազատություն, համաձայնեալիզմը, հատկապես դասական լիբերալիզմը եւ օբյեկտիվիզմը երկուսն էլ պաշտպանում են անհատի ազատությունը խոսքի, մտածելու, սեփական կյանքի տնօրինման իրավունք։ Լիբերալիզմը հայտարարում է մարդը նպատակ է ինքնին, ոչ թե միջոց ուրիշի նպատակների համար։ Մարդը չի ծնվում ուրիշների համար ապրելու, այլ իր բանական ինքնության միջոցով իր կյանքի եւ երջանկության համար։ Այս հարցում ընդհանուր համաձայնություն կա։ Ազատ շուկայի մասամբ համաձայնություն դասական լիբերալիզմը գյոնգնմիտ պաշտպանում էր ազատ շուկան, սեփականության իրավունքը եւ փոքր կառավարությունը։ Օբյեկտիվիզմն էլ զուտ ազատական կապիտալիզմի կողմնակից է, որում այն ասում է, որ պետության միակ դերը պետք է լինի դատական համակարգ, բանակ։ Սակայն կամանակակից սոցիալ-լիբերալիզմը որոշ չափով ընդունում է կառավարական միջամտությունը։ Եթե այն ուղղված է հանրային բարիք ստեղծելուն, կրթություն, առողջապահություն, աղքատության նվազեցմանը, հավասար հնարավորությունների երաշխավորմանը, օբյեկտիվիզմը մերժում է այդ միջամտությունները որպես կոլեկտիվիստական եւ անբարոյական։ Ալտրուիզմ եւ հասարակական բարօրություն։ Սուր հակասություն, լիբերալիզմի էթիկան հաճախ ալտրուիստական է։ Այն ընդունում է, որ որոշ դեպքերում պետք է օգնել ուրիշներին, հատկապես թույլերին, եւ պետությունը պետք է որոշակի դեր ունենա սոցիալական աջակցություն ապահովելու մեջ։ Օրինակ, լիբերալ մտածողը կարող է ասել. ունենք պարտավորություն օգնել հիվանդին, աղքատին, անտունին։ Օբյեկտիվիզմը այդ մոտեցումը քննադատում է խիստ։ Այն ասում է. մարդը չի ծնվել ուրիշներին ծառայելու, բարոյական է ապրել իր համար, չվնասելով մյուսներին, բայց ոչ զոհաբերելով իրեն նրանց համար։
Այս ոլորտում լիբերալիզմը և օբյեկտիվիզմը հակադիր բևեռներ են։ Կոլեկտիվիզմ, ինդիվիդուալիզմ, թաքնված տարբերություն։ Լիբերալիզմը խոսում է անհատի իրավունքների մասին, սակայն հաճախ ընդգծում է նաև հասարակական պատասխանատվություն, ինչն ուղի է բացում դեպի կոլեկտիվ շահի գիտակցում։ Օբյեկտիվիզմը բացառապես ինդիվիդուալիստական է, այն մերժում է նույնիսկ բարի կոլեկտիվիզմ որպես սկզբունք։ Պաշ, քրոնական հարցեր։ Լիբերալիզմը սովորաբար նեյտրալ է քրոնի հարցում։ Այն պաշտպանում է մարդու իրավունքները, լինի հավատացյալ թե աթեիստ։ Օբյեկտիվիզմը ակտիվ աթեիստական է և համարում է կրոնը ոչ ռացիոնալ, վախի վրա հիմնված անհատի բանականությունը խաթարող։ Այստեղ էլ տարաձայնություն կա։ Եզրափակիչ համեմատություն, լիբերալիզմ, օբյեկտ շուկա։ Անհատի իրավունքներ աջակցում է ազատ շուկա, մասամբ որոշ կարգավորումներով, բյակատար ազատություն առանց կարգավորման, սոցիալական աջակցություն, ընդունում է որոշ չափով, մերժում է ամբողջությամբ, ալտրուիզմ, ընդունում է որպես բարոյական պարտավորություն, մերժում է, պաշտպանում է ռացիոն ինքնասիրություն, կառավարության դերը, միջամտող կարգավորող, սահմանափակ միայն իրավունքների պաշտպան, քրոնի հանդեպ դիրքորոշում, նեյտրալ, քննադատական աթեիստական։ Ցանկանում ես քննարկել, թե որ մոտեցումը կարող է ավելի համապատասխան լինել քո արժեքներին կամ մտածելակերպին, կամ վերլուծել, թե ինչի համար է ավելի արդյունավետ օբյեկտիվիզմը և ինչի համար լիբերալիզմը։